Մեռելոցը պետք է տարածվի հանգուցյալ ունեցողների վրա, ասում է այս կինը։ Չի կարելի այդպես մեռելոցանը բոլորի համար։ Ռուսաստանից նրան փող են ուղարկել այսօր ինքնաթիռի տոմս գնելու եւ Հայաստանից հեռանալու համար։ Մեռելոցը խանգարում է լքել երկիրը։ Հիմա եկել ենք բանկը փակել, փողը պետք։ Այսօր ես պետք է գնամ Ռուսաստան։ Ինձ փողը պետք, ինչ պետք անեմ։ Մեր համակարգացիների մի մասն այնքան էլ լիացաշ է եկեղեցական ամեն տաղավար տոնին հաջորդող մեռելոցներով։ Մեռելոցը տարին մի անգամ դնել, ոչ թե 4 անգամ, 5 անգամ։ Այն ժամանակները չնայած սովետը ասում են էսերեն էր, բայց մենք երեկոյան էինք գնում, աշխատանքին չէր խանգարում։ Մարդիկ կարծում են, որ իր տոներով եկեղեցին խառնվում է պետության գործերին եւ մոռանում է հավատացյալներին։ Իմ այս պահին մեր եկեղեցին մեր կողքին չի, մենակ ենք։ Այնց է ստացվել, որ եկեղեցին արդեն կապվել է այս իշխանությունների։ Այնպես չի ստացվել, կարծում է կրոնական փորձագետ Ստեփան Դանիելյանը, եկեղեցին պարզապես գումար է աշխատում, իշխանությունն էլ օգնում է, մեռելոցը պետական օր հռչակելն ըստ պարոն Դանիելյանի հենց գումար աշխատելու ձևերից մեկն է։ Նույն ձևի, եթե Հայաստանում ասենք Coca-Cola-ն կամ Pepsi-Cola ֆիրմաները հզորանային, ապա բնականաբար իրենք նույնպես կցանկանային իրենց ֆիրմայի տոները, ստեղծման օրը կամ ասենք իրենց նախագահի օրը, ասենք Pepsi-Cola-ի, ասենք ազգային տոն հռչակվեր եւ դրանով ասենք բրենդի հեղինակությունը կբարձրանար։ Մեր եկեղեցին աշխարհիկ կառույց է, ինքն ունի աշխարհիկ շահեր, որոնք ներկայացրել է պետությանը, հենց այդ շահերի մեջ է թաքնված եկեղեցուն վերաբերող ազգային բառը, ոչ մի հոգևոր բան չկա ազգայինի մեջ։ Ցավոք սրտի աշխարհում, դա միայն Հայաստանին չի վերաբերվում, շատ կրոնական կազմակերպություններ իրենցից հիշեցնում են բիզնես կառույցների եւ ոչ միայն կրոնական կազմակերպությունները, օրինակ Հայաստանում կուսակցությունները նույնպես բիզնես կառույցներ են իրենցից ներկայացնում, սակայն այդ իրենց բիզնես կառույցների շահերը ներկայացնում են Աստծո կամ հանրային շահի տեսքով։ Կրոնագետի համար շատ բաներ են անհասկանալի ժամանակակից եկեղեցում, օրինակ նրա կամ նրա առաջնորդների հեղինակությունը, նա որոշ վերապահումներ ունի մեր եկեղեցու ղեկավարների հասարակության մեջ ունեցած դերի մասին։ Արդյոք վստահելի կրոնական գործիչներ են նրանք։ Ոչ մի բարի բան։ Մի քիչ աշխատելու տեղ ունեն հələ։ Ինչ առումով։ Հենց հոգևոր առումով։ Դեպի հակառակ կողմն են գնում։ Իրենց չեմ հավատում, ոնց որ բիզնեսի բան էլի։